Այդ կարևոր հիմնահարցերի հետ կապված կա զուտ օլիմպիական հետաքրքրություն։ Բնականաբար նպատակը ճնշումներ գործադրելու փոփոխությունների հարցնելն է, արդյունքի հասնելն է, իսկ այն օրակարգային հարցերը, որոնք այսօր բարձրացնում են արցախցիները, հավաքական առումով այս պահին նաև փողոցում ներկայացված այս նախաձեռնության անդամները, դրանք վերաբերում են ոչ միայն Արցախի եւ արցախցիների կենսական խնդիրներին, այլ ուղիղ առնչվում են Հայաստանի եւ Հայաստանի անվտանգության հետ, որովհետեւ մի կողմից խոսվում է արցախցիների սոցիալական պաշտպանվածության մասին, մի կողմից խոսում է արցախցիների իրավունքների վերականգնման մասին, բայց երբ որ մենք խոսում ենք Արցախի հարցը օրակարգ բերելու մասին, երբ որ խոսում է արցախցիների Արցախ հավաքական վերադարձի մասին, երբ որ խոսում է գերիների, անհետ կորածների որոնումների, էֆեկտիվ որոնումների եւ նրանց վերադարձի հետ կապված, բնականաբար այս թեման չի կարող բացառապես վերաբերել միայն արցախցիներին եւ ես կրկնում եմ, որ չպետք է լինեն միջոցառումներ, որոնք զուտ կրեն, այսպես ասեմ, անելու համար նշանակություն, այսինքն գլխավոր խնդիրը այստեղ արդյունք ապահովելն է, ինչը նշանակում է, որ դա պետք է ունենա քայլերի հաջորդականություն եւ դա կոնկրետ պետք է ունենա արդյունքի ակնկալիք։ Պարոն Ասպային կարողացնեք արդյունք ապահովել, նկատի ունեք, որ իշխանության օրակարգը փոխվի, թե ավելի սահմանական փոփոխություններ Տեսեք, երկու բանի մասին ես կարող եմ խոսալ, ես կարող եմ առանձին խոսալ նրա մասին, թե ինչ է պատկերացնում հանրապետականը եւ որն է մեր քաղաքական ուժի դիրքորոշումը, որը բազմիցս արտահայտել է եւ չեմ կարծում, որ ձեր եւ շատ շատերի համար նորություն է, բնականաբար արտաքին քաղաքական օրակարգային ինչ որ այսօր ներկայացնում է Հայաստանի իշխանությունները, դրանք հայ ժողովրդի շահերը չեն ներկայացնում, չեն ծառայեցվում հայերին, հավաքական հայ հետաքրքրություններին եւ բնականաբար այս տեսանկյունից մենք որպես քաղաքական ուժ մեր համար առաջնային այս իշխանության փոփոխությունն է, որովհետեւ որևէ կոսմետիկ փոփոխություն կամ որևէ այս իշխանության ներկայացած իմիտացիա բնականաբար մեր համար չի կարող հավաստի լինել։ Մենք ուղղակի այստեղ խոսում ենք այլ բանի մասին, կա կոնկրետ նախաձեռնություն, այդ նախաձեռնությունը այսօր բողոքի ակցիաները իրականացնում հանրահավաք է, իրականացնում ներկայացնում է պահանջներ եւ ես նման շատերը եւ նաեւ հանրապետականը բնականաբար մեր քաղաքական սատարում ենք բոլոր հնարավոր միջոցներով հայտնում այս ակցիաներին, այս միջոցառումներին եւ մենք փորձում ենք նաեւ մեր հնարավորությունները ռեսուրսը ծառայել մեր ընդհանուր նպատակների իրացմանը։ Օրինակ իշխանությունների կողմից այս բոլոր ձեր բարձրացած հարցերին այսպեսի պատասխանել է հնչում, որ եթե մենք այդպես չանենք, պատերազմ կսկսի։ Օրինակ Տավուշում ամենա այսպես ասած տարածված հիմնավորումը դա է, ասում դե հա, պետք է այդ պայմանագիրներ ստորագրենք, պահանջներն էլ կատարենք, թե չէ հակառակ դեպքում։ Տեսեք, 2018-ին որ այս նույն մարդիկ եկել են իշխանության, ասում են մենք եկել ենք խաղաղություն բերելու։ Հիմա դրանից 2 տարի հետո մենք ունեցանք ծանր պատերազմ 20 թվականին, 21 թվականին, երբ որ ընտրությունից առաջ այս ուժը հայտարարում էր, որ խաղաղության դարաշրջան է բացում, դրանից հետո մենք տեսանք Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածների նկատմամբ օկուպացիա, Գեղարքունիքից սկսած, վերջացած Սյունիքով, Վայոց ձորով։ Հիմա այս նույն իշխանությունը, որը իր կառավարության ծրագրում, իր նախընտրական ծրագրում գրել էր արցախցիների քրոշման իրավունքի մասին, հիմա հայտարարում է Արցախի ադրբեջանական լինելու մասին։ Այնպես որ այն ինչ որ ասում է այս իշխանությունը, նպատակ ունի այդ իրավիճակում իր համար որոշակի շահեկան դիրքավորում ապահովել, փորձելով նաև փողոցը ցրել, մարդկանց ապացիա տանել, հիասթափության տանել եւ այս իշխանության որևէ հայտարարություն չի կարող մարդկանց համար լինել հավաստի։ Հիմա նույնն էլ այս իրավիճակն է։ Անցյալ Տավուշում էր, ասեցին եթե այս 4 գյուղերը չհանձնենք, պատերազմ սկսելու։ Հիմա մեծ վաղը գալու են ասեն այսիշ մարդը չհանձնենք, պատերազմ սկսելու։ Այսիշ մարդուն չհանձնենք, ադրբեջանցիները պատերազմ սկսելու։ Եթե մենք սկսենք, ես եթե այս ներողություն, եթե մենք սպասենք թե իրենք ինչ են ասում, որը մեծ հաշվով նպատակ ունի իրենց իշխանությունը պահպանելու, բնականաբար ստեղծված իրավիճակում Հայաստանը կշարունակվի գլորել ներքև։ Ինչ վերաբերում է անցնել, որտեղ պահանջում է Ալիևը օրինակ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերյան Օհանյանի եւ այլ ռազմաքաղաքական գործիչների հանձնել իրենց
Գիտեք, այն մարդկանց մասին խոսում եք, այս իշխանության հռչակած թշնամիներն են, եւ այս իշխանությունները եւ իշխանություն եկած ժամանակահատվածում եւ դրանից առաջ իրենց ողջ հնարավորությունները օգտագործել են բոլոր առումներով այդ մարդկանց թիրախավորելու, վարկաբեկելու եւ այս տեսանկյունից եթե հաշվի առնենք, որ Հայաստանի իշխանությունը ավելի շատ ներկայացնում է ադրբեջանական օրակարգը եւ իր բոլոր գործողությունները ծառայեցրել է Ադրբեջանի շահերին, այս իրավիճակում բնականաբար որևէ ողջամիտ մարդ չի կարող բացառել, որ Հայաստանի իշխանությունը ինչ-որ փուլում կամ կգնա կամ հանցավոր լռություն կդրսևորի ադրբեջանական այդպիսի պահանջների ներկայացման մասով։ Այսինքն այն իշխանությունը, որը իր բոլոր քայլերով, իր բոլոր հայտարարություններով գրեթե հայլային կրկնում է ադրբեջանական պարտադրանքն ու նախապայմանները, բնականաբար այս տեսանկյունից որևէ լավատեսություն ուղղակի չեն կարող ունենալ։